Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ ինչպես բանտից դուրս հանել բռնապետերի կողմից կալանավորված քաղբանտարկյալներին, ասել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը, նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում, Գենսերը շատ փակագծեր չբացելով ակնարկել է հուսադրող ուղերձներ կան Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Նախիջևանում այս օրերին տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններն ըստ որոշ վերլուծաբանների եւ ռազմական փորձագետների ավելի շատ ուղղված են Հայաստանի եւ Իրանի դեմ։ Ալիևն ու Էրդողանը Սյունիք են ուզում զավթել Արցախի օկուպացիայից հետո, հիմա էլ այդ երկուսը աչքը Հայաստանի հարավի դարպասներին են դրել։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք են ուզում բացել։ Այս ֆոնին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները թուրք-ադրբեջանական դաշինքի առաջնորդներին հիշեցնում են Հայաստանի եւ Իրանի միջև անցնող սահմանը կարմիր գիծ է, պատմականորեն անբաժանելի։ Այս անգամ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականը, ով նաև Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն է եղել ժամանակին, եւս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին, որ Իրանը խափանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը։ Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը։ Տեսակ ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակով է կրկին հայտարարությունը արվել եւ շատ ազդեցիկ պաշտոնյա է։ Բնականաբար իրանցիները երբ խոսում են իրենց ունեցած բոլոր հնարավորություններով դա պաշտպանելու մասին, նաև դիտարկում են ուժային սցենարը, բայց այստեղ նման սցենար կարող է տեղի ունենալ միայն Հայաստան-Իրան համագործակցության արդյունքում։ Վելայաթին հայտարարել է, որ նույնիսկ Ջո Բայդենն է Ամերիկայի նախագահի պաշտոնում եղած ժամանակ խոստովանել, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։ Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Վելայաթի դիտարկմամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերջնական նպատակը ոչ միայն Իրանի հյուսիսային ուղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը, սակայն այդ նախագիծը եւս ձախողվեց։ Նախ այդ ճակերտավոր միջանցքը հակասում է Իրանի կենսական շահերին, այն վտանգ է ներկայացնում նաև Ռուսաստանի կենսական շահերի համար, հետևաբար առնվազն երկու խոշոր տերություն կան, որոնք շահագրգիռ չեն ամենևին նման ճակերտավոր միջանցքի գոյությամբ, ել չասեմ Հայաստանի համար ինչպիսի գոյութենական վտանգ դա կարող է ներկայացնել, ըստ էության տրոհելով Հայաստանի երկու մասի։ Իրանագետներն այս փուլում որոշ չափով չափազանցված են համարում այն պնդումը, թե ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունն արդեն ձախողվել է։ Հարցն կարգից դեռ չի հանվել, հնարավոր է ուժ գործադրելու հավանականությունն այս պահին փոքր-ինչ նվազել է, սակայն ըստ վերլուծաբանների Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական նպատակների ցանկից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դուրս չեն բերել։ Իրականում որևէ պարագայում դա օրակարգից դուրս բերված չէ, մենք գործ ունենք ոչ թե մեկօրյա, մեկժամյա, չգիտեմ, մեկամյա ծրագրի հետ, այլ գրեթե 100-ամյակ այս ծրագիրը առաջ է մղվում թուրքական կողմից եւ այն մաս է կարևոր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պանթյուրանականության այդ ծրագրի ոսով եմ բացառապես պատրանքի շրջանակներում, հետևաբար որևէ պարագայում նրանք չեն հրաժարվելու այդ միջանցքը գծելուց։ Եվ քանի որ իրավիճակը շատ լարված է Մերձավոր Արևելքում եւ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես գլխավոր հակաիսրայելական ուժերից մեկը, այս իրավիճակում Անկարան էլ չի ձգտի, չի ցանկանա Թեհրանի հետ հակամարտության մեջ մտնել, բայց Ադրբեջանը հետ քայլանել չի շտապում։ Ամերիկայի եւ Իրանի միջև միջուկային բանակցությունների 6-րդ փուլը կանցկացվի հունիսի 15-ին Մուսկատում Օմանի միջնորդությամբ։ Քննարկումները վտանգված են ուրանի հարստացման հարցում կողմերի միջև խորը տարաձայնությունների պատճառով։ Ամերիկան պահանջում է Իրանի կողմից հարստացումից լիակատար հրաժարում, մինչդեռ Իրանը պնդում է, որ իր ծրագրերը խաղաղ նպատակներ ունեն։ Դոնալդ Թրամփը հայտնել է $5 միլիոն արժողությամբ ոսկե քարտի համար հերթագրվելու կայքը գործարկելու մասին։ Նա համապատասխան գրառում է արել Truth Social կայքում։ Հազարավոր մարդիկ զանգահարում էին եւ հարցնում ինչպես կարելի է գեղեցիկ ճանապարհով գնալ դեպի աշխարհի լավագույն երկիրն ու շուկան, այն կոչվում է Միացյալ Նահանգներ, հերթագրումը բաց է գրել է Թրամփը։ Հավայյան կղզիներում սկսվել է Կիլաուեյա հրաբխի նոր ժայթքումը, լավայի շիթերը բարձրացել են մինչև 100 մետր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի ընթացքում ուսումնասիրել է 120 պաշտոնատար անձի բարեվարկությունը, մինչդեռ 2023-ին կատարվել էր ընդամենը 54 դեպքի ուսումնասիրություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարող Մարիամ Գալստյանի խոսքով, թվի նման աննախադեպ աճը հիմնականում կապված է պաշտոնատար անձանց կողմից թույլ տված առերևույթ շահերի բախման դեպքերի աճի հետ։ 8 դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք նախքան որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը արդեն իսկ պրակտիկային ձևավորել եւ դիմում են հանձնաժողովին, խնդրում են, որպեսզի մենք ուսումնասիրենք, եթե շահերի դեպք առկա չէ, հայտարարում են դեպքի մասին եւ արդեն անցնում են գործընթացների շարունակմանը։ Հանձնաժողովն իրականացրել է նաեւ 40 ուսումնասիրություն պաշտոնյաների պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, ապա կատարել է մշտադիտարկում սուբյեկտ վերցնելով մարզպետներին ու նրանց տեղակալներին 105 պաշտոնյայի։ Նրանցից 40-ի ընտանիքի անդամները ըստ հանձնաժողովի զբաղվելիս են եղել ձեռնարկատիրական գործունեությամբ, 9 դեպքով պաշտոնյային փոխկապակցված անձինք առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ են մասնակցել եւ հաղթող ճանաչվել համայնքային գնումներին, 7 դեպքով փոխկապակցված անձինք հաղթող են ճանաչվել հենց նույն համայնքում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել։ Պաշտոնատար անձանց գույքային դրության հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի վերահանման եւ զսպման նպատակով իրականացվել է հայտարարագրերի վերլուծություն, ընդ որում ԶԼՄ բոլոր հրապարակումները եւս հանձնաժողովի կողմից հասցեագրվել են համապատասխան ստուգման միջոցով։ Նախորդ տարվա ընթացքում բարեվարկության համակարգի տարերի առնչությամբ դիմումների եւ մեդիա հրապարակումների հիման վրա հանձնաժողովում իրականացված 120 ուսումնասիրություններից 59 կայացվել է մեդիա հրապարակումների հիման վրա 58 դիմումների, 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների դեպքով։ Մեր բնակչության անպտղությունը 18.2% է, ցուցանիշը Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամն է ներկայացրել տարեկան զեկույցում։ Միջազգային հեղինակավոր մասնագետները նշում են, առաջնային անպտղությունը մեր երկրում 2.7% է, երկրորդայինը, այսինքն կանխարգելվողը 15.5%։ 1%-ային գետը ավելացում է տեղի ունեցել, առաջնային անպտղության ցուցանիշը նվազել է։ Դա լավ է, բայց նշեմ, որ երկրորդային անպտղության խնդիրը լուծելը ավելի հեշտ է, քան առաջնային։ Աճ կա, դա այնքան էլ լավ ցուցանիշ է, այնքան էլ լավ ցուցած նորություն չէ Հայաստան պետության համար։ Եվ որոնք են անպտղության ավելացման պատճառները։ Առողջապահության փորձագետը հարցից շփոթվեց, ասաց. այնքան շատ են, որ նույնիսկ առաջնահերթության կարգով չգիտեմ, որն առանձնացնել, որը ոչ։ Մենք դրթում ենք մարդկանց, որ իրենք գնան արհեստական բեղմնավորման այդ ճանապարհով ունենան բալիկներ, երբ որ մինչև դրան հասնելը ունեն բազմաթիվ խնդիրներ, բորբոքային հիվանդություններ, զույգում կին տղամարդ, հորմոնալ հիվանդություններ, զույգում կին տղամարդ, այդ ամեն ինչը պետք է բուժել մինչև հասնել արտամարմնային բեղմնավորման։ Այսինքն, եթե մարդը չի դիմում արտամարմնային բեղմնավորման ծրագրին, մնացած բոլոր միջամտությունները, երբ որ դիմում են, դրանք բոլորը վճարովի են, նաև ապահովագրությունը չի ծածկում անպտղության հետ կապված ծախսերը, ստացվում է, որ դա բավականին մեծ ծախս է, թե անալիզները, թե բուժումները։ Անպտղության ցուցանիշից բացի մի նոր վիճակագրություն էլ կա։ Հայաստանի ընտանիքների 68%-ից ավելին երեխա չունի, իսկ 3 ու ավելի երեխա միայն 7%-ն ունի։ Այս պատկերը զարմացնում է ժողովրդագրագետին։ Առաջին անգամ է տեսնում, որ Վիճ կոմիտեում երբեք նման տվյալ չի եղել։ Պնդում է. Քանի որ նախորդ ցուցանիշներ չեն եղել, ինչ դժվար է հիմա գնահատական տալը։ Այսինքն համատական դեր ինքը չունի էլի։ Բայց եթե կա ուրեմն հնար պետք է այդ ցուցանիշը եւս հետազոտության ժամանակ պետք է ներառել, կարգավիճական կոմիտեն եւս պետք է ուշադրություն դարձնի։ ՄԱԿ բնակչության տվյալները նաև հաղորդում են, որ այնուամենայնիվ մեր զույգերն այսօր առավել շատ ունենում են 3 երեխա։ Հիմնավորել են ընտանիքը կայուն լինի դասերակցության գործը առավել արդյունավետ։ Բայց հիշենք նաև, որ օրինակ այս տարեսկզբին հունվար-փետրվարին ունեցել ենք 4928 ծնունդ ու միաժամանակ 4929 մահ, այսինքն գրեթե հավասար ցուցանիշներ։ Ծնելիությունը ընդամենը 9-ով ավելի։